օդանավակայանում ինչպես որ մեդիանալ ներկա էր Դիգին Լինդան ինքը մինագը եկավ Բեյրութեն եւ անհամբեր էր ամուսինը տեսնելու մանավանդ որ 3 ամբողջ օրը վիկենը գաբի դուրս չեր գրծած երևիկալ ոչ մեկ դեղեցություն ուներ եւ որովհետեւ նախքին փորձառությունն ագա որ 2 տարի առաջ վիկենին անունը հայտարարվեցավ որ ազատարձակված է հետո անունը փոխարինված էր ուրիշին հետ այդ մտահոգություններով էր ինքը ամբողջ գիշերը եւ գաբի մեջ հետո գնաց Բեյրութի օդանավակայանը այլևս մինչ այդ Դագավին չէին գիտեր որ ուր է Արավոդյան էր ինքը Դագավին օդանավի մեջ էր ես արդեն իմացա որ Մուրացան զինվորական հիվանդանոցն է օդանավակայան երբ որ հասավ այն ժամը որ հասավ մեր նպատակն էր կամ փորձեցինք ամիջավես երթալ Մուրացան հիվանդանոց որպես ինքը իր տեսնե իր ամուսնին ափսոս որ 10 րոպեով ուշ հասավ ուշ հասանք այնտեղ արդեն այնտեղ են դեղափոխված էր քնչական երևի սովորական կամ այս բահին հարմար հարցակնության համար Դուք տարիների ընթացքում իր ընտանիքի աջակցել եք թե լրատվական Իվաշտոնե այո գաբի մեջ եմ եղել հարցազրույցներ արել Դիգին Լինդան եւ հնարավոր սահմաններում մեջ որպես մեդիա փորձեր ենք իրենց դատը բարձրացնել ցայնը բարձրացնել Օդանավակայանում ինչպես տեսանք Հայկ Սարգսյանը եկավ դիմավորեց Լինդային ինչու պայմանավորվում այս ակտիվությունը շատ ողջունելի է որ աջակցություն կա բայց չէ որ նրանց հենց իրենց իշխանության օրոք է վիկենը երևակվել Գիտեք ինչ ես անսեր չեմ ուզեր հասցեակրել պետք է շնորհակալ լինել որ այս հարցով սպաղող գա ես չեմ գիտեր այս բահով Սարգսյանները որքանով իշխանական են Սակայն այնպես բոլորին է իմ գոչս որ այս բահը PR-ի բահ չէ որովհետև այստեղ մարդկային թեմա կա մարդկային օրագարկ կա 5 տարի է կերևարված երդասարդ կա ոչ մի լուրջ պատճառի համար կամ հանցանքի համար գինի եկած է Լիբանանեն իրեն տեսնելու 5 տարի է չեր տեսած եւ չդեսած եւ ահակի մտահոգություններով եւ այնտեղ են եկած եւ չեկած լուրերով հետևաբար այս բահը մարդկային գեցվածքի բահ է իմ առաջարկս է բոլորին որ այս բահուն PR-ով չսպաղեն այլ տեսնել ինչպես կարելի է օգտակարել այս ընտանիքին որովհետեւ ի վերջո վիկենը միանա իր ընտանիքին եւ իրենց ծրագիրը Լիբանան մեկնել է ամիջավես եւ այդ բոլորը բարեհաճող ընտանա Ընտանիքի մյուս անդամներն եք կգան Հայաստան Չէ ընտանիքի վիկենին զավակները Լիբանան են այս բահուն ինչպես գիտեք մեդիայի վրա ալ ցանոթ էր իր դղան բսակատրվելու ծրագիր ուներ սպասում էր հորը բարեբախտաբար շատ չսպասեց Մինչ վիկենի վերադարձը նա նամակ էր ուղղել ընտանիքին եւ այդտեղ նշել էր որ խնդրում է իր միակ որդուն որպեսզի սպասի իրեն որպեսզի նա ինքը անձամբ ներկա լինի իր սակադրությանը ինչ է կարծում Վիգենը այդ ժամանակ գիտեր որ ինքը արդեն վերադառնալու է որ նման կոչ էր անում իր տղային Չէ հույսը միշտ մարդու մեջ կմնա եւ այդ 20 տարվա թադաբարդությունը այդքանալ ռեալ չի թվիր այդ իրավիճակի մեջ գտնվող եւ ես կարծեմ որ դա հույսի մարդկային հույսի արդյունք էր եւ ոչ թե դեղեցության